Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում ահա կայացավ ամենասպասված իրադարձությունը՝ Անգելինայի և Հենրիի հարսանիքը։ Այս պահը երկար էր հասունանում, բազմաթիվ փորձություններով, լռությամբ, պայքարներով, բայց վերջապես եկավ։ Զույգը երջանիկ է։ Անգելինան անսախան անկեղծ ու մաքուր սիրով լցված, Հենրիին թեև սիրահարված, բայց հոգու խորքում դեռ ծանրացած իր լռության ծանրությամբ։ Ճշմարտությունը, որ նա պահում է, սեր է խլել իր մորից, ցավ է պատճառել իր ապագա կնոջը, իսկ հիմա սպառնում է պայթել հենց իրենց միության մեկնարկին։ Նրանց երջանկությունն ամբողջությամբ չեն կիսում մեծահասակները։ Հենդոն, ով սկզբում ամենաշատն էր դեմ այս հարաբերությանը, ի վերջո, երբ տեսնում է իր թոռնիկին այդքան երջանիկ, լռում է։ Բայց չես ասի նույնը Ավագի ու Վիկտորիայի մասին։ Նրանք այդպես էլ չկարողացան ազատվել իրենց վախերից։ Այնպիսի տեսք ունեն, ասես հոգեհանգստի են եկել, ոչ թե իրենց դստեր հարսանիքին։ Եվ հենց այս վերաբերմունքն է, որ եւս մեկ անգամ շեշտում է. այս հարսանիքը կառուցված է լռության, ոչ թե վստահության վրա։ Եվ ահա, երբ թվում է ամեն ինչ ընթանում է խաղաղ եւ հարթ, հարսանիքում տեղի ունենում անսպասելի զարգացում։ Ծաղկեփունջ, ուղարկված հարսին։ Սկզբում թվում է սովորական շնորհավորանք է, բայց երբ Անգելինան ասում է, որ այն բետիից է, Հենրիի սրտի բաբախը արագանում է։ Նա արդեն ենթադրում է, սա կարող է լինել այն պահը, երբ ամեն ինչ կբացահայտվի։ Երբ Անգելինան կարդում է գրառումը, Հենրիին գիտի քո կյանքի գաղտնիքը, Հենրին ահա որ լարվում է ու վախենում։ Այստեղից էլ սկսվում է ոչ թե պարզապես նոր ամուսնական կյանք, այլ պայթյունավտանգ մի շրջան, որտեղ ամեն պահի ճշմարտությունը կարող է ջրի երես դուրս գալ։ Եվ այդ ճշմարտությունը, եթե բացահայտվի ոչ Հենրիի, այլ մեկ ուրիշի միջոցով, կարող է ամբողջությամբ կոտրել նորապսակների երջանկությունը։ Իսկ հիմա ամենակարևորը՝ Լեռնիկ Հարությունյանի վերադարձը։ Այո, բոլորի սիրելի, տաղանդավոր դերասանը, ում երկար ժամանակ չէինք տեսել Դիանա Գրիգորյանի նախագծերում, կրկին խաղում է Վերջին զանգում։ Նրա հայտնվելը հարսանիքի կադրերից դուրս հրապարակված տեսանյութերում իսկական ինտրիգ էր առաջացրել։ Այսպիսով, գեղեցիկ, բայց վտանգի շեմին կանգնած հարսանիք, գրություն ծաղկեփնջի մեջ և մի ճշմարտություն, որը դեռևս ապրում է լռության մեջ։ Իսկ մենք, որպես դիտողներ, միայն կարող ենք շունչը պահած սպասել, ով և երբ առաջինը կխոսի։ Հարգելի հետևորդներ, արդյոք Հենրիին գոնե հիմա կանկեղծանա բետիի նամակից հետո։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, Վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Հարսանիքի սեղանից համեմ։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարխուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։
Արա, անելիքդ արա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Հեն ոնց ես։ Հղի ենք, ասեք հղի ենք։ Էս ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից sense իմ սերտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդը մեզ իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Երբ թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե ամբողջ ընթացքը երկար է ձգվում, մեկ-մեկ հոգնում եմ, մեկ-մեկ դժվար է, բայց այդ ամենին զուգահեռ ես շատ եմ սիրում իմ գործը։ Ամեն դժվարությանը զուգահեռ ես մեծ սիրով եմ գնում ու այդ անում։ Շատ են հարցերը իմ ու Լյովի ընկերանալու հետ կապված, միասին աշխատելու հետ կապված, արդյոք հեշտ է թե ոչ։ Շատ լավ ենք ընկերացել, շատ։ Իրականում ես դպրոցական տարիներից ի վեր միշտ ավելի հեշտ շփվել եմ տղաների հետ եւ ոչ աղջիկների։ Շատ դժվար է աղջիկների հետ, շատ, որովհետեւ աղջիկները միշտ կոնկուրենցիայի մեջ են, միշտ պայքարի մեջ են, ավելի հեշտ եմ ընկերանում տղաների հետ։ Դպրոցում էլ ես միշտ իմ շրջապատը սենց պայքայինք, բայց ես տղաների հետ ավելի